Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը եւ գործարար Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Գործարարի փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքով մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու, հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Դատարանի բակում հավաքված մարդկանց առջև Սամվել Կարապետյանի փաստաբանը կարդաց նրա ուղերձը։ Հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողությունների զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամոր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։ Հայ առաքելական եկեղեցին սատարել է բարերար Սամվել Կարապետյանի Նստ Էջմիածնի նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է, նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ հայոց եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների ամոթալի այս վարքագիծը, գնահատում են այն որպես հարված եւ Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը եւ հայոց եկեղեցուն։ Ժողովրդի կողքին եմ, ինչ կանեն փորձեն սևացնեն, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ամառային արձակուրդից առաջ ազգային ժողովը շարունակում է իր վերջին քարոզյան նիստերը, օրակարգում ընդգրված է ընդհանուր առմամբ 29 հարց, դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մնացածը առաջին ընթերցմամբ։ Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված աղմկահարույց կալանավորմանը փաստում է, որ այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ժողովրդավարական լյուստրացիայի համար, ով կպատկերացներ, որ ժողովրդավարության դիրքերից հանդես եկող Արման Եղոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ժամանակվա ամենակուրծք ծեծելով կպաշտպանեն ձեր գործողությունները, օրինակ հայտնի գործարարի նկատմամբ, ով ընդամենը հայտարարել է, որ եկեղեցու դեմ արշավին ինքը կմիջամտի իր ձևերով։ Ով կպատկերացներ ընդամենը 6-7 տարի առաջ։ Իսկապես դուք իրականացրել եք համապարփակ լյուստրացիա, ցույց եք տվել բոլորի արժեքները եւ դեմքը Սիսակ Գաբրիելյանն էլ այդ շարքում։ Հիմա ես ուզում եմ մեր հայրենակիցներին ուղղակի ներկայացնել, թե այս ամեն ինչը ինչի համար է իրականացվում։ Շատ է խոսվել, որ ադրբեջանական պահանջով է իրականացվում, շատ է խոսվել, որ թշնամական օրակարգի հետ ամենը ճիշտ է, բայց այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար։ Ինչ է մեզ ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ուղիղ մեզ ասում է. եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ ուղղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, եթե իմ կինը ամենավերջին բառերով իր սոցցանցերում կարող է անդրադառնալ սրբազաններին ու ամենայն հայոց վեհապարին, դուք պատկերացնում եք ձեզ հետ ինչեր կկատարվի։ Եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, եթե դուք համարձակվեք համաձայն չլինել մեզ հետ, այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ։ Բայց ես հարց ունեմ, ինչ պիտի անեք, ինչ կարաք անեք, որ չեք արել։ Օրինակ ինչ կարաք անեք, ՊՊՑ կարաք կանչեք այստեղից տանեն, արել եք, բանտեր կարող եք նստեցնել, արել եք շատերի նկատմամբ, Սրբույի Գալեյան ուր է, բանտում քանի տեղ կա, Սրբույի Գալեյան քանի տեղ ազատ կա Հայաստանի բանտերում, 1000, 1200, բոլորին չեք տեղավորելու, ինչ ուզում եք արեք, բոլորին չեք կարա տեղավորեք, ուրեմն,
Ինձ պատասխանում են, որ կտեղավորենք, ել չեն թաքցնում։ Հիմա չեք կարողանալու տեղավորել։ Ուրեմն ես կոչս ուղղում եմ հայ գործարարներին, արձաններ կառուցող գործարաններին, սուպերմարկետների շարքը մեծացնող գործարաններին, իմ դիմաց նստած մեծահարուստներին։ Վախենալու իմաստը ուրեմն ո՞րն է։ Վախենալու իմաստը ո՞րն է։ Դուք կարողանալու եք այդ ձեր ունեցվածքը կարողանալու եք պաշտպանել։ Ալիևի ու Էրդողանի հետ պայմանավորվելու եք, կարողանալու եք, ուր կորան Արևմտյան Հայաստանի մեծահարուստները։ Ինչ եղավ իրանց հետ։ Ունեցվածքը փրկեցին, դուրս կարողացան հանել։ Գերեզման չունեն անգամ։ Գերեզման չունեն հիմա։ Ուրեմն ինչի՞ց եք վախենում։ Ինչ կա ընդհանրապես վախենալու այստեղ։ Հայաստանում որևէ մեկը եկեղեցու հետ, հավատքի հետ ոչ մի խնդիր չունի եւ այս խոսակցությունը վերաբերում է ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տասնամյակներով խոսել են ԱԺ արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այնքան կարամ պատմեմ, որ կամ Քրիստինեն Վարդանյան, պատերազմից 5 րոպե առաջ ապա, այդ ինչ ինֆորմացիա ունես։ Ինչ պատերազմից 5 րոպե ապակաս։ Բան եք անում, ուղղություն եք ցույց տալիս։ Պատերազմից 5 րոպե պակաս չի, մի անհանգստացի։ Հետ ինֆորմացիա ուղարկի, ասա չանցավ, չկարողացա համոզեմ, որ պատերազմին 5 րոպե ապակաս մի կրակեք, մի հարցակվեք։ Տեղավորենք բանտերում, որ մեկիդ ենք տեղավորել բանտերում, այնքան մարդ կա ստեղ բանտեր տեղավորելու համար, որ տենց քաղաքական տեղավորելու ուլներ, բանտերում տեղ չրելնի, հերթով բոլորիդ կտեղավորենք բանտերում մարդկանց խափելու, ստելու ու ուրիշների համար աշխատելու համար։ Բաղրամյան գնացեք եւ տեսեք, Բաղրամյանի մասին նոր իմացար, երկու անգամ ստեղ լսում ա եղել, բա ուր է Տիկին Վարդանյան, թե Թագուհի Թովմասյանի պես գնա երեք գնաց նստեց կողքները նկարվեց գնաց տուն։ Մի հատ դու գնա նստի, նկարվի գնա տուն, ինչ ա եղել, կգա ստեղ հետո ելույթ կունենաս։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ վաղը Թուրքիայում Նիկոլ Փաշինյանից շատ գոհ կլինեն։ Պատգամավորի համար սրբապղծություն է, որ Փաշինյանին դավաճան չասելու համար հազարավոր տղաների կյանքը դրվեց զոհասեղանին։ Գրիգորյանի խոսքով այնինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է։ Սիրելի հայրենակիցներ, մի փոքր առաջ պատգամավորներից մեկը Տիկին Հասմիկ Հակոբյանը մի տեսակ տարակուսած էր, թե մենք ընդհանրապես ինչ ենք խոսում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին, կարծես հերթական առօրեական իրադարձություն էր, որ տեղի էր ունենում։ Բայց եթե Տիկին Հակոբյանն այդքան էլ չի հավատում նրան, թե իսկապես ինչ մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի համար, ես վստահ եմ, որ հիմա այս ձայնագրությունը լսելուց հետո մի փոքր ձեր հավատը կավելանա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես է Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրենց հայրենիքն է եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ, որովհետեւ դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ եւ այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք։ Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում իջև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղաք ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։ Բայց ինձ իսկապես մի բան է հետաքրքիր, պարոն Թունյան, հետո կխանգարեք, ձեր ոգին փառավորվեց երեք, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկապես ձեր ոգի փառավորվեց, տոնում էիք երեք, ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ,
տոնած կլինեիք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժեղ էիք զգում։ Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչից եք էլի այդքան վախենում։ Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած ալինելու, եկեղեցուն է պաշտպանելու։ Այդ ինչ մի սենց վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Այո, պետք է արձանագրել Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ։ Ընդհանրապես Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց։ Ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում։ Ու էական չի, թե այդ մարդիկ ովքեր են, նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի եւ մյուսների դեպքում։ Եվ հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները Հայաստանի Հանրապետությունում են։ Հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները, որտեղ այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, այսպես վիզը ծուր կանգնում Ալիևի առաջ ասում, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքը սենց ոգևորված իր կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս Հայաստանի Հանրապետությունում թուր ճոճում բոլորի նկատմամբ, հոգևորականների, կաթողիկոսների, նախագահների, գործարարների։ Պարոն Սուքիասյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ գործարարներն են այսպես թիրախավորվում։ Վստահ եմ, որ դուր չի գալիս։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն։ Առաջարկ կաք։ Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Տիկին Գրիգորյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Լրություն դալիճում, ուրեմն պայմանավորվեցինք, կարծում եմ։ 44-օրյա պատերազմում մանհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները որպես բողոքի նշան փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք այսպես իրենց դժգոհությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ պետի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշման դեմ ծնողները գտնում են, որ մինչև այժմ ԱԱԾ պետն էր զբաղվում իրենց անհետ կորած որդիների ճակատագրով որոնումներով, որ Աբազյանին ազատելով գործընթացը կանգ կառնի։ Որ մնացած ծնողները որ միանան մնացած ծնողները, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած։ Այդ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն են աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, դու հերացին էլ կփագեմ, դու Մաշտոսն էլ կփագեմ, դու ինչ կա կփագեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեղ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը, անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչի բան չգիտենք այդ երեխեքին, ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել են հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցել, որ մենք այսօր չգիտեմ ինչ ենք պատրաստ, կարող է այսին մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան, մեր անհետ կորածների ծնողները այսպես ամիսը չլի մեկը մեռնում է, չէ, այտենց։ Իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային։ Ես այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում, ուրիշ մարդ գրեթե չեմ տենում։ Մեկ լինում էր, որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, միտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դրաժը չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անում Հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է, չի գալի, մեկը չգիտեմ, պաշտոնը վերցել է, ինչ իմանամ ցավը տանեմ, ամեն մարդ իր թո ինքը իր ասու առաջ, թո ամեն մարդ, թո ամեն ծնող ինքը իր ասու առաջ, մեկ էլ իր երեխու առաջ պատասխանում։
Արցախցի հասարակական քաղաքական գործիչ վերածնվող Արցախ հասարակական գազམ་ակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը մի խումբ արցախցիների հետ կառավարության շենքի մոտ էր հայտարարելով, որ կառավարությունը խոստումներ է տալիս արցախցիների սոցիալական վիճակը բարելավելու համար, սակայն ոչինչ չի անում։ Իսրայելյանը հայտարարում է, որ արցախահայությանը խաբել են, ասել են 2 ամիս ժամկետը երկարացնել է բավարար չէ, կրկնապատիկ խաբել են, որ շարժումը թույլատնեն, դրա հիման վրա էլ եղել են խոստումները։ Սոցիալական աջակցությունը պիտի լինի անժամկետ, հաշվի առնելով, որ մենք լավ տերապետում ենք արցախահայության իրավիճակը ստեղ մայր Հայաստանում, որ դա ոչ բավարար է պետության կողմից բոլոր են միջոցները, բոլոր են հարցելուծման մոտեցումները, իրաց կողմից ուրեմն եղել է սենց ձևաչափ։ Մենք ձեզ խոսք ենք տալիս, որ բոլոր այդ հարցերին պատրաստ ենք քննարկելու ու բարեփոխելու այն կարևոր կետերը, որ ժողովրդի արցախահայության համար հասանելի լինի, որ ժողովուրդը կարողանան այդ կարգավիճակում, այդ ծանր ժամանակ օգտվելով Հայաստանում ինտեգրվեն հայ ժողովրդի հետ։ Ժողովուրդը, շարունակեմ միտքը բանկա, ժողովուրդը ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի արցախահայություն, ձեզ բոլորին խաբել են, որովհետև 2 ամսվա մեջ մենք ասել ենք, որ այդ ժամկետը բավարար չի, բայց իրենց համար մենք եկել ենք այն եզրակացության, որ կրկնապատիկ էլի խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, որ այդ շարժումը թույլատնեն, ու այդ հիման վրա էլ տվյաց ա եղել այդ խոստումները։ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները տարբեր հանձնառություններով աշխատել են մի շարք երկրներում, սակայն ոչ միտեղ չեն տեսել այն վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես Հայաստանում, եւ այդ հանգամանքը մեծապես մոտիվացնում է տրամադրելով արդյունավետ աշխատանքի։ Armenpress-ի հաղորդման այդ կարծիքը հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ Իջևանյան հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Նա տեղեկացրել է, որ առաքելությունն այժմ ունի օպերատիվ գործունեություն ծավալելու 6 հիմնական հենակետեր, որոնք տեղակայված են Կապանից մինչև Իջևան։ Կենտրոնատանը գտնվում է Եղեգնաձորում։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ երկիր կատարելիք այցի կապակցությամբ։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ։ Բացի այդ, այսօր արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է այցելել Թուրքիա։ ԿՊԱ-կան պատգամավոր Արման Եղոյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի շրջանակում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա, ասել է, որ դա չի բացառվում, շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Իմ տեղեկությամբ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է եւ չեմ կարող դա բացառել։ Դե որ ասում եք հնարավոր է, չգիտեմ, ես միշտ դժվարանում եմ ձեր այս հարցերին պատասխանել, որովհետեւ հիմա որ ասեմ հնարավոր է, ինչ ակնհայտ է, որ կարող է եւ հնարավոր լինի։ Կասեք դեռ մի բան գիտեր, բայց չէ, ես տեղեկություն չունեմ։ Նման նախատեսված չի, բայց գիտեք, այդ միջազգային հանդիպումները ոնց են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնի եւ կարծում եմ, որ այցը շատ կարեւոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր, հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց, Իսկ եթե ամեն դեպքում ստացվի եռակողմ հանդիպում, ինչ օրակարգ կլինի։ Դե մեր օրակարգ, դե բնականաբար, եթե լինի եռակողմ, ուրեմն պետք է լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման Ալիևը այսօր է լինելու, Ժողիկը հարցնում է, կարող է պատահի եռակողմ լինի։ Ոչ թե հնարավոր է, այլ եթե տեղի ունենա եռակողմ հանդիպում, բնականաբար պետք է քննարկվի եռակողմ հանդիպման կողմերից երկուսի միջև առկա խնդիրները։
Թուրքիան կշարունակի անել ամեն ինչ դիվանագիտությունն առաջ մղելու եւ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրանի համար շատ բնական օրինական իրավունք է պաշտպանվել Իսրայելի ավազակախմբերից եւ պետական հաբեկչությունից, ասել է Էրդողանը, կարծիք հայտնելով, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղուց գերազանցել է Հիտլերին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանական ժողովուրդը կկանգնի պարտադրված պատերազմի դեմ, ինչպես կկանգնի պարտադրված խաղաղության դեմ եւ չի հանձնվի որևէ մեկի պարտադրանքի առջեւ։ Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին, ըստ նրա, Իրանը, իրանական ազգը եւ նրա պատմությունը ճանաչող խելացի մարդիկ երբեք չեն խոսի այս ազգի հետ սպառնալիքի լեզվով, քանի որ իրանական ազգը չի հանձնվի եւ ամերիկացիները պետք է իմանան, որ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական միջամտություն անկասկած անդառնալի վնաս կպատճառի նրանց։ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն է հաստատել Իրանի երկրի նկատմամբ ու նշել, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել էր, որ համբերությունը սպառվում է եւ Իրանին անվերապահ կապիտուլյացիա է սպասում։ Мы готовы встречаться. И я, кстати, сказал, я готов встречаться со всеми, в том числе и с Зеленским. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն կասկածի տակ է դնում նրա իրավական լեգիտիմությունը։ Կրեմլի ղեկավարի խոսքով Ուկրաինայի նախագահն ընտրվում է 5 տարով, նույնիսկ ռազմական դրության ժամանակ ժամկետը երկարաձգելու միջոցներ չկան։ Ռազմական дրության ժամանակ միայն խորհրդանի աշխատանքն է երկարաձգվում, այս դեպքում նախագահի իրավունքների մասին ոչ միտեղ ոչինչ գրված չէ։ Нам же важно решение серьезных вопросов.